Դրին դպրոց, փոքրիկները մեր լուսաբար, իրենց աչուկներով պայծառ։ Անցան ամիսներ, ջանքով, աշխատանքով լի, նրանք տար առ տար սովորեցին գաղտնիքն այբուբենի։ Իրենց ընկեր այբենարանն իմաստուն ճամփա ցույց տվեց, գիտելիքի աշխարհի դուռը բացեց։ Եվ ահա, եկել է պահը, տոնն է մեծ հաղթանակի, նրանք գրաճանաչ են արդեն, սա սկիզբն է լավ գալիքի։ Հարգելի ներկաներ, եկեք ջերմ ու չդադարող ծափահարություններով դիմավորենք մեր այսօրվա հերոսներին, արդեն գրաճանաչ առաջին դասարանցիներին։ Նրանք ընտրել են արդեն երազանքի իրենց ուղին, անել են առաջին կարևոր քայլը հայ դառնալու ճանապարհին։ Thank you.
Մենք արդեն տարաճանաչ ենք, ես այնքան ուրախ եմ, որ արդեն կարողանում եմ կարդալ իմ սիրելի հետճապները։ Իսկ ինձ համար այնքան հաճելի է, երբ ես կարողանում եմ կարդալ փողոցի ցուցանակների ու խանութների անունները։ Ճիշտ է, ու դրա համար մենք պատահական մեր առաջի կրկին հայտնանալու, բայց քանի որ մենք արդեն սովորել ենք ամեն ինչ, շանում ենք մենանալ հրաժեշտ տալու։ Սպասիր, խնդրում եմ մի փակիր, ես այստեղ մի բան մտածեցի։ Ինչ մտածեցի։ Իսկ ինչ կլինի տարերի հետ, երբ մենք փակենք գիրկը, նրանք չեն տպրի, որ մենք այլև չենք կարելու, այդպես փակված ու մենակ մնանք։ Ողջույն, սիրելի փոքրիկներ, մենք բնավ տխուր չենք, ինչ պիտի տխրենք, սա հրաժեշտ չէ, սա մեր նոր ճանապարհի սկիզբն է, մենք միշտ ձեր կողքին ենք լինելու։ Հիմա մենք կարող ենք միանալ իրար, կանգնել կողք կողքի ու դառնել բարեր, որոնք սովորական բարեր չեն, կարևոր արժեքներ են ձեր ամբողջ կյանքի համար։ Տեսեք, այ այսպես։ Իսկ դուք պատրաստ եք ձեր ողջ կյանքում պահել ու պահպանել այս արժեքները։ Լսեցինք տարեր ձեր խոսքը անգին, որպես սուր մի պատկան, և ի պատասխան ձեր մեծ հազման լսեք մեր խոսքը հաստատական։ Այո, մենք պատրաստ ենք սիրելու, ստեղծելու, պահպանել, պատրաստ ենք լինել արժանավոր և դպրոցի ուսուցիչների, ծնողների և մեր հայրենիքի համար։ Պատրաստ ենք այսօր, պատրաստ ենք միշտ։ Լսեցինք ձեր խոսքը, մեր քաջ ծերունդ, ուրախ ենք ձեր վճռականության համար։ Բայց ձեր կյանքի ճանապարհին դուք մենակ չեք լինելու։ Ձեզ պետք է ուղեկից մի իմաստուն խորհրդատու։ Նայեք բեմին, այնտեղ ձեզ է սպասում հայի կյանքի մեծ ու խորհրդավոր գիրքը։ Նրա ջերում մեր քաջ նախնիների շունչն է, նրանց սխրանքներն ու իմաստությունը։ Այն պատմում է մեր ժողովրդի անցած ուղին, փառքով ու փորձությամբ լի։ Այն գիրքը կենդանի է, այն գրվել ու գրվում է ամեն օր։ Այն նաև ձերն է։ Դուք նրա ժառանգորդներն եք և նրա ապագա էջերը գրողներ, ամեն նոր գիտելիք, ամեն բարի գործ մի նոր էջ է ավելացնում այդ անվերջ գրքին։ Այն գնալով հասնանալու է ձեր կյանքով ու ձեր երազանքներով։ Ձեր պարտքն է լավ իմանալ անցյալը, որպեսզի կարողանաք արժանապատվորեն գրել ապագայի էջերը։ Իսկ այժմ բացեք առաջին էջը։ Ցույց տվեք մեզ և ամբողջ աշխարհին, թե ինչ եք արդեն սովորել ձեր ճանապարհի սկզբում։ Ապացուցեք, որ դուք պատրաստ եք լինելու այս մեծ պատմության արժանի շարունակողները։ Ահա անիմացում գիրքը, որի էջերում մեր անցյալի շունչն է, ներկայի ուժը և ապագայի երազանքը, թերթենք առաջին էջերը և ակաշտանենք մեր նախնիների ձայնին, որ հասնում է մեզ տարեր խորքից։ Այնտեղ տարերը խորքին տանած է մեր քաչ նախահայրը հայտը, նա ուժբես կանգնեց ընդդեպ չոր բնակարի և հիշումներով պաշտպանեց մեր ազատությունը։ Նրա հաղթանակում են ջերիգեցին այսուր փաղելյամեր վար տարուլահայ և հայքի անունով քաչ զորավոր մենք կոչվեցինք հայ փառավոր, իսկ մեր էջքիր այցող հաղթական նրա անունով կոչվեց Հայաստան։
Ուսեցեք զավակներին, հայոց աշխարհին։ Ես ձեզ թողեցի ոչ թե պարզապես տառեր, այլ միանմար ջահ։ Այս ջահի լույսը ծրելու է գիտության խավարը և լուսավորելու է ձեր ուղին դեպի իմաստություն։ Պահպանեք այս լույսը, փոխանցեք ու լուսավորեք ողջ Հայաստան աշխարհը և երբեք թույլ մի տվեք ուրային մարին։ Այդ խոսքերը մեզ հետ են, թե տանը, թե դասարանում, Մաշտոցի պատկան բարի դարձել է ուղեկիցը մեր կյանքի ճանապարհի ու խոսք են տալիս ասուեց. Անաղատ պահել մեր լեզուն հավել։ Կա ժամանակ, երբ մեր լեզուն կարող է խամրել օդաների մեջ, բայց մեր մեծ ուսուցիչը մեզ պարգևեց ամենաթանկ սերն ու զրահը, մեր ոսկե տառերը։ Դրանք այն ամուր քարերն են, որոնցով կառուցվել է մեր ինքնության անարի գամրոցը։ Քարերը, որոնք շրջապատել են մեր ոգին ապա։ Մեր շուրջը լեզուներն առնում, մեր շուրջը խոսում են այնօրեն և խոսենք եղբայր իմ հայրեն։ Ուր չեստանք աս այեղ լապումին, ուր չտանք մեր լեզուն ավեն և խոսենք միշտ խոսենք հայրեն։ Պատրաստ մնա մեկ էլ տեսար մի նոր մելիք բուսնեց, ելավ կրկին վրա հասա և մեզ դիրել ուզեց։ Պատրաստ մնա, որ նրա դեմ ելնեմ իմ պապի պես, ինձ էլ մեր թշնամուն կանեմ ճիշտ 2 կես։ Yes,
կատարել վկա։ Սրկապուտար Սևանն էր սարդարապատ հերոսական, որտեղ հայը ցույց տվեց իր ոգին անսանսան։ Իմ հայրենիք իմ հայրիկն է, տունն ու իմ հայրիկն է, իմ փողոցն իմ դպրոցն իմ պատն իմ ծաղկալոստը։ Իմ հայրենիք իմ տատիկն է, հեքիաթասաց իմ պապիկն է, իմ աղջուկն իմ թութակն է, իմ հայրեցին իմ թութակն է։ Իմ հայրենիքն իմ սանդակն է, իմ խաղգեր շիշ սահարն է, երկին դաստով պատիծանն է, մեր սյունապատ մասի սարն է։ Իմ հայրենիքն իմ սևանն է, զվարմոսն ու երևանն է, հեքիաթները չմայնանի, հրաշները Հայաստանն է։ Հայաստանը իմ անունն է, ազգանունն է, ինձ ուշ տված լայությունն է, իմ հինը և նորությունն է, իմ լեզուն է այբուբենը, ուրիշ խոսքով այն ամենը, որ կոչվում է հայրենիք տուն։ Եվ այն տունն է, որ շինել է պապիս պապը, անդուր ճամքով ու տանջակով, քար է դրել քարի վրա, դար է դրել դարի վրա, և հսիկը սուրտան ծատից ուրել է դա պապը պապի։ Եվ ոչնի հուրենքով չմենելու իմ նավտուն, չիմ ջնջելու իմ անունն ու ասկանինը, իմ լեզուն ու ազգուբենը, ուրիշ խոսքով այն ամենը իմ շաղություն եմ տալ, և միասին կոչվում է Հայ ու Հայաստան։ Եվ ես հիմա իմ տան պատին նոր դարեր պիտի տնեմ, նոր դարեր պիտի տնեմ, որ գնալով հզորանա, ծրացակի նորանա, որ միշտ գայի իմ անունը ազգանին։ Իմ այն լեզունայի ու բերում ուրիշ խոսքով այն ամենը, ինձ եկրանք ու խորուր ներտալ, և միասին կոչվում է Հայ ու Հայաստան։ Իմ
Խոստանում են լինել մեր նախնիների հրաշալի։ Մենք կդառնանք լավագույն հայ բժիշկներ, լավագույն հայ ուսուցիչներ, լավագույն հայ զինվորներ ու կշենացնենք մեր երկիրը։ Մեր մանկություն, իրենց պարզության, անմեղության, այս հրաշք դեմքերի շնորհիվ մենք գնում ենք մեր մանկություն։ Սիրելի առաջին դասարաններ, ուզում եմ շնորհավորել ձեզ տարաճանաչ դառնալու կապակցությամբ, մեր ոսկեղենիկ մայրենին սովորելու, գրագետ կարդալու կապակցությամբ եւ ցանկանալ ձեզ, որ շարունակեք առաջընթացը ձեր գիտելիքների հրաշալի արահետով
որը ձեզ կտանի ավելի հրաշալի աշխարհներ, ավելի գեղեցիկ աշխարհներ եւ ձեր գրքի սպիտակ մնացած էջում դուք շատ նոր բաներ ունենաք ավելացնելու։ Ես ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել, եկեք շնորհակալություն հայտնենք ձեր ուսուցչուհուն Գետ Չիչակյանին, որ կարողացել է ձեզ հետ կատարել շատ բարդ, բազմաբովանդակ ուրեմն աշխատանք, այսպիսի հրաշալի արդյունք ունենալու համար։ Սիրելիներս, հավատացեք, որ աշխատել առաջի դասարանցիների հետ հեշտ չէ եւ փոքրիկ վախվորած, գրեթե ոչինչ չիմացող աշակերտներից ստանալ այսպիսի արդյունք։ Աշխատանքն իրոք ուսուցչուհու դասվարի տիտանական է եւ կարծում եմ դուք շատ անելիքներ ունեք ուսուցչուհուն հետագայում օգնելու համար։ Իդեպ ասեմ, որ սա այս միջոցառում կարող է լինել երաժշտական դպրոցի երգչախմբի հաշվետու համեր տղաների համար, իրենց հրաշալի մանկական սոպրանո։ Գետ Չիչակյանը, որ ասում է կանչել են, որ օգնեն հինգերը, օգնելու կարիք չկար, տղաները հատկապես հրաշալի երգում էին։ Շատ ապրեք, շատ գեղեցիկ եք, եւ որպեսզի այս հիշարժան օրը գեղեցիկ հուշ դառնա ձեր կյանքում, ես ձեզ ուզում եմ հանձնել նվերներ գրքի տեսքով, այս հրաշալի գրքերը ձեզ, Խելացի Հովհաննեսին, այլ Հովհաննես ջան, շնորհավորում եմ Կարաջանաչ դառնալու ապահովության։ Գրքերս վերջացնեմ։ Խելացի Տիգրանին, շնորհավորում եմ Տիգրան ջան։ Մեր հրաշք Վարդուհուն, Վարդուհի ջան, շնորհավորում եմ մեր հրաշք Վարդուհուն։ Գեղեցիկ Անգելինային, Արի Անգելինա ջան, շնորհավորում եմ։ Հրաշք Անին, Արի Անիրա, շնորհավորում եմ Կարաջանաչ դառնալու բավարարության։ Գեղեցկուհի Գայանեին, Մարիին Սևաչյա գեղեցկուհի, և մեր գեղեցկուհի Ժաննային կփոխանցենք իրեն։ Եվ մեկ անգամ շնորհակալություն, և շնորհավորում եմ ձեզ մեծամեծ հաջողություններ ձեզ գիտելիքի աշխարհում։ Շնորհավոր։ Այսօր մենք մասնակից եղանք այս փոքրիկների առաջին մեծ տոնին։ Մի քանի ամիս առաջ նրանք երկրորդ քայլերով մտան դպրոցի դռներից ներս, իսկ այսօր հպարտորեն այստեղ կանգնած են որպես գրաճանաչ հայորդիներ։ Մեր միջոցառումը կրում էր կյանքի ճանապարհի խորագիրը եւ սա պատահական չէր։ Այն մի նոր ճանապարհի սկիզբ է։ Հենց այն մեծ անվերջանալի ճանապարհի սկիզբը։ Մի ճանապարհի, որի հիմքը դրված է մեր հզոր պատմության, Հայկ Նահապետից մինչև մեր օրեր։ Մի ճանապարհի, որը լուսավորված է Մեսրոպյան սուրբ գրերի անմար լույսով։ Մի ճանապարհի, որը զարդարված է մշակույթի գոհարներով, մեր տաճարներով, երկերով, մեր հանճարների անուններով։ Դուք այսօր ապացուցեցիք, ցույց տվեցիք, որ պատրաստ եք ոչ միայն սովորելու, այլև պահպանելու այն արժեքները, որոնք դարեր շարունակ մեզ հայ են պահել։ Որոնք էին այդ արժեքները։ Սեր, գիտելիք, ընտանիք, հայրենիք։ Այդ ճանապարհին կարող են լինել եւ արևոտ օրեր, եւ մարտահրավերներ։ Բայց հիշեք, այն ուժը, որը ձեզ տվեցին մեր բարերը, մեր հերոսների անունները և ձեր այսօրվա խոստումը։ Միշտ քայլեք գլուխները բարձր պահած, սովորեք անդադար, սիրեք անսահման ու ձեր գիտելիքով ու աշխատանքով շենացրեք մեր երկիրը։ Թող այս գրքի էջերը միայն լցվեն լուսավոր ու բարի ձեր գործերով։ Շնորհակալություն մեր ուրախությունը կիսելու համար, շնորհավորություն։ Անցնենք մինետկաները, Տիգրան,
Հովանես։ Բարտալի։ Տեսնենք, ահա, մեր գեղեցկուի հրաշքա։ Անի։ Մեր Ժաննայինն է։ Անգելինա։ Գայանե։ Դու էլ խոհարար չես։ Բայց ես էլ ինա։ Ուզում ենք մեր խորի շնորհակալությունը հայտնենք մեր ծնողների կողմից Լիլիթ Հարությունյանին իր կատարած յուրահատուկ հրաշալի աշխատանքի համար։ Շնորհավորում ենք Լիլիթ Հարությունյան ձեզ եւ ձեր երեխաներին։ Ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված, շատ գեղեցիկ էր։ Շնորհակալություն այս գեղեցիկ հիշարժան օրվա համար։